Գյումրիի քաղաքապետին ձերբակալելու համար իրավապահներից շուրջ 6 ժամ պահանջվեց, ի վերջո Վարդան Ղուկասյանին ոչ թե քաղաքապետարանի գլխավոր մուտքից հանեցին, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած, այլ հետնամուտքից ու տեղափոխեցին Երևան, հակակոռուպցիոն կոմիտե։ Համաձայն կոմիտեի հաղորդագրության Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Առավոտյան քաղաքապետարան ուժայինների մտնելուց կարճ ժամանակ անց կոմիտեն հրապարակելով մի շարք գաղտնալսումներ հայտնեց։ Գյումրի համայնքի ղեկավարը եւ գլխավոր ճարտարապետը տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1 դրոպին հասցեում կառուցվել է շուրջ 1500 քառակուսի մետր մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության քաղաքացու հետ մտնել կոռուպցիոն գործարքի մեջ, խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին կազմել շինությունն իբրև քանդված եւ նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն, դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով 4 միլիոն դրամ գումարի կաշառք։ Մինչ իրավապահները քննչական գործողություններ էին անցկացնում քաղաքապետարանի շենքի ներսում ու փորձում ձերբակալել Վարդան Ղուկասյանին, դրսում հավաքվել էին նրա աջակիցները, զուգահեռ ավելանում էր ոստիկանների թիվը։ Գյումրիի քաղաքապետը նախքան ձերբակալվելը կարճ խոսել էր տեղի ունեցածի շուրջ։ Ոչեմ ամեն ինչ նորմալ կլինի, գնում ենք, թող նայեն ինչ օր է ոնց որ պետք է։ Ինչ ուզում է լինի։ Դրանից հետո ամեն ինչ երևա ամեն ինչ կանենք։ Գյումրին տեխնիկոն է։ Այդ ընթացքում ԿՊԱ-ական նավագանու անդամները կադրեր էին հրապարակում մանկապարտեզներից, պնդելով, թե երեխաներին տուն են ուղարկել, որ աշխատակիցները հրապարակ գան, ի աջակցություն Ղուկասյանի։ Ժամեր անց կրթության նախարարությունը զգուշացրեց տնօրեններին, նախատեսում են հաղորդում ներկայացնել իրավապահներին իրենց ստացած ահազանգերի հիման վրա։ Գյումրիում նաև տրանսպորտ ներկատվածահար եղել միկրոավտոբուսները քաղաքապետարանի մոտ էին կայանված։ Ղուկասյանի ձերբակալությունից հետո նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը Գյումրիի քաղաքապետի դիրքորոշում է փոխանցեց։ Կասկածներ կան, որ փորձում են մարդկանց առածները բերել կապել Վարդան Ղուկասյանի հետ։ Այս պահին Վարդան Ղուկասյանի դիրքորոշումը հետևյալն է։ Անկամ ինքը ուրախ կլինի, եթե ապացուցվի, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան արել եւ բացահայտվել է, բայց խնդիրը այլ է։ Երբ որ մինչեւ քերական վարույթ նախաձեռնելը կամ մինչև քննչական գործողությունները, ԿՊԱ-ական բոլոր падգամավորները, որպես հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակներ, տիրապետում էին նախաքննական գաղտնիքին եւ հրճվանքով նյութեր են հրավիրում, սա արդեն խոսում է այն մասին, այստեղ կատարված իրավական գործընթացներ, թե ԿՊ-ի գործընթացներ։ Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած հաղորդագրությանն ու գաղտնալսմանը, փաստաբանը ասաց. Հաղորդագրության մեջ եղած որևէ խոսակցություն կաշառքի չի վերաբերվում նախ։ Սա մեկ, երկրորդը, այն ինչ որ կա այստեղ գրված, չի վերագրվում Վարդան Ղուկասյանին։ Նկարագրության մեջ այլ անձի է վերաբերվում։ Այլ տվյալներ այս պահին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում խոսքը այլ անձի մասին է։ Այսօր մեծ թվով ոստիկաններ էին տեղափոխվել Գյումրի ուժայինների մուտքը Վարդանանց հրապարակ հավաքվածները դիմավորեցին ամոթ վանկարկումներով։ Անընդմեջ լարվում էր նաև իրավիճակը, հրմշտոց ու բախում եղավ։ Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ 23 հոգի է բերմանի ենթարկվել։ Քննչականն արդեն քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների փաստով քրեական վարույթ է հարուցել։ 3 բավականին ծանր զանգվածային անկարգություններին մասնակցելով պաշտոնատար անձի ծառայության գործնեությանը միջամտելու եւ արդարադատության իրականացման կամ գործի քննությանը միջամտելու հոդվածներով։ Պնդում են մի խումբ անձինք բռնություն են գործադրել, գույք ոչնչացրել ու վնասել։ Կես տարի պաշտոնավարող Գյումրիի քաղաքապետը ձերբակալվեց վարչապետի հայտարարությունից ուղիղ 20 օր անց։ Արձագանքելով Հայաստանը Ռուսաստանի հետ նույն դաշինքում տեսնելու մասին Ղուկասյանի հայտարարությանը, Փաշինյանը սա որակել էր Հայաստանի ինքնիշխանության դեմ հայտարարություն եւ ասել, որ նման հայտարարությունների հեղինակները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից։ Ղուկասյանը սա քաղաքական հետապնդում ու կյանքի սպառնալիք էր որակել, կանխատեսել էր իր կալանավորումը։ Նա արդեն իսկ մեկ այլ փողերի լվացման ու պաշտոնական դիրքի չարաշահման գործով մեղադրյալի աթոռին է։ Իրավապահների գործողություններից հետո արդեն Ղուկասյանի աշխատասենյակի դուռը փակ էր։ Վաղը ըստ ամենայնի քաղաքապետին կփոխարինի իր առաջին տեղակալ փեսան։